Կրկին բարդ է սիրելի հայրենակիցներ, եթերում քաղաքական խաչմերուկն է, այսօր հուլիսի 25-ը եւ սա թվով արդեն մեր երկրորդ հաղորդումն է։ Տեսնում եմ տարբեր մեկնաբանություններ, բայց կարծում եմ եւ համոզված եմ մնում, որ անոնսավորելը հաղորդումների շատ ճիշտ է, որպեսզի դուք գիտենաք թե ինչ թեմաներ են խոսելու, դիտեք թե չդիտեք ընդհանրապես, փորձենք ավելի կարճ լինել անոնսավորման մեջ։ Այսօր քիչ առաջ հայտնի դարձավ, որ տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը, դրանից բացի նախարար Դավիթ Խուդությանը Իրանում էր, շատ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանի հետ գազի ոլորտում, չասեմ ինչ, կասեմ հետո, որպեսզի երկար չստացվի հանրասավորում, բայց կարևոր շեշտադրումը այսօրվա հաղորդման հենց դա է, քանի որ հետաքրքիր պայմանավորվածություններ են ստացվել իրանական կողմի հետ, չափազանց ուրախ եմ միանգամից նշեմ, կրկին հաղորդումներ ունենք էկոնոմիկայի նախարարից, թե որքան որտեղ ինչ արտահանել Հայաստանը, տարբեր երկրներ ինչքանով է ավելացել արտահանումը Հայաստանի մեկ տարվա մեջ, այսինքն ավելի ճիշտ նույնիսկ հունվարից հունիս ամիսը, Իրանից մեծ հաշվով բան չկա խոսելու, մեկ հաղորդագրություն, մնացած հարցերը վերաբերվում են Ուկրաինային, Ղազախստանի ղեկավարի այցին Ռուսաստան եւ նրա հանդիպմանը, Տոկաևի հանդիպմանը Վլադիմիր Պուտինի հետ եւ նրա կողմից արված շատ կարևոր հայտարարությունները Ուկրաինայի վերաբերյալ։ Նախկինում նման հայտարարություններ Տոկաևը չէր անում, իրավիճակը այնքան ընտրահարույց է դարձել Ղազախստանի համար, որ Ղազախստանը գնում է այս քայլին եւ համարձակ հայտարարություններ է անում Տոկաևի մակարդակով Պուտինի մոտ, ճիշտ է, փոքր դիվանագիտական, բայց այնուամենայնիվ կարծում եմ ոչ հաճելի Պուտինի ականջների համար։ Կխոսենք թե ինչ է զեկուցել Ուկրաինայի արտաքին հետախուզությունը Զելենսկիին, ինչի մասին է հայտարարել Զելենսկին Ռուսաստանի մոբիլիզացիայի վերաբերյալ հնարավոր մոբիլիզացիայի մասով կարևոր տեղեկություններ ենք ստանում կրկին Ուկրաինայից, եթե Սև ծովում վերջի 2 օրերին տանկերներ եւ նավեր չի խոցվել, իրավիճակը փոխվել է Կասպից ծովում եւ շատ ցավոտ, բավականին ցավոտ հարվածներ է հասցրել, կարծում եմ ինչ որ միտեղ նաեւ անսպասելի Ռուսաստանի համար, այդպիսի հարվածներ է հասցրել Ուկրաինան Ռուսաստանին եւ վերջում կանդրադառնանք թե ինչու է այդքան հաճախակի դարձել ռուսների կողմից Ռումինիայի օդային տարածքի խախտումը անօթաչու սարքերի կողմից եւ ինչպես է արձագանքում Ռումինիան։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երեք ունենք մեկ հաղորդագրություն, այսօր ունենք արդեն նորը փաստացի։ Եվ ինչպես է արձագանքում այդ ամենին Ռումինիան։ Սկսում ենք սիրելի հայրենակիցներ, ուղղակի շատ կարճ հիշեցնեմ, որ կարևոր է բաժանորդագրվել, եթե չեք ուզում կորցնել մեր ալիքը, իմիջայլոց մեր հետևորդներից մեկը հարցրել էր մեկնաբանությունների մեջ, թե ինչու ձեր հաղորդումները մեկ օր ուշացումով ենք մենք տեսնում, կարծում եմ պատճառը դա է, YouTube-յան ալգորիթմները տարօրինակ են իրենց պահում, նրանց որ ընդհանուր մեր ալիքը լավ դիտումներ է գրանցում, բայց կարևոր է հասկանալ, որ անպայման չէ, որ YouTube-ը ձեզ կոնկրետ ցուցադրի մեր հաղորդումը, դրա համար է բաժանորդագրումը եւ բաժանորդագրման հետ մեկտեղ զանգակի դնելը, որpիսի դուք ստանաք հաղորդագրություն, չեք ուզում դիտել, մի դիտեք, բայց եթե դուք ուզում եք դիտել եւ տեղեկանում եք 1 օր կամ 2 օր անց կամ ընդհանրապես չեք տեղեկանում եւ կարծում եք թե մենք մի քանի օր ոչինչ չենք արել, դա լրիվ ուրիշ հարց է, դրա համար եմ հորդորում միշտ բաժանորդագրվել, կարծում եմ արդեն այս հաղորդման ընթացքում մենք կդառնանք 47,000, շատ մոտ էինք 47,000-ին, սկսում ենք, քիչ առաջ ստացա հաղորդագրություն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի եւ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ասեմ, որ հաղորդագրությունը շատ մեծ չէ, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը, հիշում եք արդեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև, դա չափազանց մեծ ձեռքբերում էր մեզ համար։ Եվ ահա այդ ռազմավարական
գործընկերության օրակարգն են քննարկել Փաշինյանը եւ Մակրոնը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։ Այսինքն ինչ որ շատ մանրամասնություններ, ամեն դեպս այս պահի դրությամբ արագ այս հաղորդագրությունը ստացա, մեծ ինչ որ մանրամասնություններ չունենք այդ հեռախոսազրույցից։ Լավ է, որ կոնտակտները կան, միանշանակ կարծում եմ այս ամառը որ ավարտվի եւ Փաշինյանն էլ հիմա վերադառնա արձակուրդից, ամեն ինչ ավելի կակտիվանա Հայաստանի քաղաքական կյանքում։ Հաջորդ ամենակարևոր հարցը, այսինքն մեր ուշադրության կենտրոնը այս հարցն է, Դավիթ Խուլությանի այցը Իրան, եթե հիշում եք, ես 2 օր է բարձրաձայնում եմ այն հարցը, 2-3 օր է, որ հնարավոր է ձմռանը մենք բախվենք լուրջ խնդիրների ռուսական գազի հետ կապված։ Միայն այն չէ, որ Ռուսաստանը ինքը կարող է թանկացնել Հայաստանի համար գազը, ինչի մասին խոսում էր ընտրությունների առաջ, վտանգը շատ ռեալ է, բայց նաև երկրորդ խնդիրը կա եւ արդեն եթե 2 խնդիր կա, դա նշանակում է, որ մենք ռուսական գազի հետ կապված խնդիր ունենք եւ երկրորդ խնդիրը այն է, որ կարող է Ուկրաինան ֆիզիկապես ոչնչացնել Ռուսաստանի տարածքում գտնվող այդ գազատարերը։ Ասեն պատահական ստացվեց, կողքին էինք ուզում հարվածը Իրան կպավ եւ այլն եւ այդպես շարունակ, մինչեւ սարքեն, միացնեն, հետո էլի կհարվածեն, մի խոսքով բարդությունները ապահովված են, ես կարծում եմ ձմռանը Հայաստանին եւ ինչ որ միտեղ նաեւ Վրաստանին, քանի որ Վրաստանը եւս մասամբ գազը ստանում է Ռուսաստանից, դրա համար Հայաստանը շատ խելացի քայլ է անում։ Դավիթ Խուլությանը գտնվում էր Իրանում եւ ինքը իր գործընկերոջ հետ Իրանում նավթի հարցերով նախարարի հետ, Մոհսեն Պախնեժադի հետ շատ կարևոր քննարկում է ունեցել, որպեսզի աշխատանքային հիմա խումբ ձևավորվի Հայաստանի եւ Իրանի միջև իրանական գազը արտահանելու համար Հայաստան եւ այստեղ հետաքրքիր մի կետ կա հաղորդագրության մեջ, որ նախ ընդլայնելու են իրենց ենթակառուցվածքները, որ Իրանով ավելի լավ հեշտ ձևով իրանական գազը հասնի Հայաստան եւ Հայաստանից էլ արտահանվելու է այդ գազը։ Հիշում եք վերջերս նաեւ քննարկում էին այն, որ նավթի վերամշակման գործարան կարող է կառուցեն Հայաստանում։ Այստեղ նավթի մասին մեծաշով խոսք չտեսա այս հաղորդագրության մեջ, որի մասին որ տեղեկանում ենք Թասնիմ գործակալությունից իրանական, բայց գազի մասին շատ կոնկրետ է այստեղ խոսվում, որ Հայաստանի միջոցով Իրանը արտահանելու է իր գազը։ Եթե Հայաստանի միջոցով արտահանվի իրանական գազը, սա նշանակում է, որ Հայաստանը կվերցնի այդ գազը նաև իր համար եւ գազի որևիցե խնդիր Հայաստանը չպետք է ունենա։ Եթե Հայաստանի միջոցով է գազը արտահանվում, Հայաստանը կստանա իր բաժինը Իրանի արտահանման դիմաց։ Երկրորդ հարցը, թե որքանով դա հնարավոր է, որքանով պատժամիջոցների տակ է գտնվում Իրանը, ճիշտ ասած, ես շատ խորը չեմ կարող այս հարցին անդրադառնալ, բայց միշտ ասել եմ, որ Իրանը պատրաստվում է նրան, որ Իրանը կարող է վաղը մյուս օր արդեն պատժամիջոցներ չունենա իր վրա։ Իրենք էլ են դա շատ լավ հասկանում, կան էլ ակտիվ են ռազմական գործողությունները, Իրանը նաև ակտիվ պատրաստվում է, որ վաղը մյուս օրը պատժամիջոցներ չեն լինելու Իրանի վրա։ Եվ դրանից բացի, այսօր եթե մենք ստանում ենք ռուսական գազը, կարող է վաղը արդեն Ռուսաստանը կարիք ունենա իրանական գազը եւ կարող է Հայաստանով նույն խողովակով արդեն Ռուսաստանը գազ ստանա Իրանից Հայաստանի միջոցով։ Դա եւս չեմ բացառում, քանի որ համացանցում 1-2 անգամ հանդիպեցի մի հետաքրքիր տեղեկության, որը որ չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, որ նույնիսկ նավթ է գնացել Հայաստանի միջոցով իրանական նավթ Ռուսաստան։ Ու ինչպես արդեն նշեցի, այս տեղեկությունը, այս տեղեկատվությունը չափազանց կարևոր է։ Ինչպես նշել է Իրանի նախարարը նավթի հարցով, հիմա դեռ այդ աշխատանքային խումբը կուսումնասիրի թե ինչ իրավիճակում է գտնվում ենթակառուցվածքը, ինչ հնարավորություններ կան, նաև այդտեղ հստակ շեշտվում է այն, որ ինչ հնարավորություն կա Հայաստանով արտահանում կազմակերպելու, այսինքն այդ արգելքները նաև հաշվի կառնվեն, հետո արդեն
հստակ որոշումներ կկայացվեն, բայց սա շատ կարևոր եւ լուրջ քայլ է, կարծում եմ, որ Հայաստանը միանշանակ կստանա իրանական գազը եւ հստակ հիմքեր կստեղծվեն, որպեսզի ապագայում արդեն իրանական գազը Հայաստանով արտահանվի նաեւ Եվրոպա։ Կարևոր հաբ է դառնալու Հայաստանը այս առումով։ Հաջորդ հարցը այսօրվա Գևորգ Պապոյանի հայտարարությունն է, էկոնոմիկայի նախարարի, ինչ է փոխվել Հայաստանի համար արտահանումների մասով հունվարից մինչև հունիս 2026 թվականի ուրեմն Չինաստան արտահանումը ավելացել է 83.4%-ով, Հնդկաստան ավելացել է 81.3%-ով, Եվրոպական միության երկրներ 80%-ով։ Ռուսաստան միանշանակ նվազել է, բայց դա արդեն դառնում է իրենց խնդիրը, եւ ոչ թե մերը։ Թող շատ լսեն Լավրովներին, ասենք տեսնենք ուր կհասնեն, արդեն իսկ հասել են, որ պետք է հասնեն։ Իրանց, ինչպես արդեն նշեցի, մեծ հաշվով շատ բան չկա խոսելու։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ այս գիշեր հարվածներ չեն հասցվել Իրանին։ Սա նշանակում է, որ հնարավոր է ներքին կարգով ինչ որ բանակցություններ են ընթացել։ Տեսնենք։ Կարծում եմ նորանոր հայտարարություններ կլինեն, որից որ մենք արդեն կարողանանք եզրահանգումներ անել Իրանի մասով։ Հիմա անդրադառնանք Կասիմ Ժոմարտ Տոկաևի այցին Ռուսաստան Պուտինի հրավերով եւ նրա հայտարարություններին։ Դրանից սկսենք, հետո արդեն կխոսենք թե ինչ է արել Ուկրաինան այսօր Կասպից ծովում։ Դա եւս չափազանց հետաքրքիր տեղեկություն է։ Ուրեմն Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի ղեկավարը, շատ հստակ հայտարարություններով է հանդես եկել Պուտինի առջև, Պուտինի մի փոքր գլուխը իջեցրած լսում էր, ինձ թվում է, որ իր դուրը չէր գալիս, համենայն դեպս դեմքի արտահայտությունից դա երևում էր։ Տոկաևը համարձակորեն խոսել է այն մասին, որ ինքը հարկանքով է վերաբերվում ուկրաինացի ժողովրդին, Ուկրաինայի մշակույթին, լեզվին եւ իր համար անհասկանալի է, թե ինչու կա կոնֆլիկտը, գոյություն ունի կոնֆլիկտը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Ասում է, եթե մենք չենք հասկանում, թե ինչու է այս կոնֆլիկտը, եւ ամբողջ աշխարհը չի հասկանում։ Ավելի ճիշտ, ամբողջ աշխարհն էլ լավ չի հասկանում, մենք էլ այդ թվում, ասում է Տոկաևը, ու հստակ օրինակ է բերում, որ օրինակի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը հասկանալի է եւ այն սառեցվեց եւ ասում է գոնե Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ նույնպես սառեցվի այդ կոնֆլիկտը, ինչպես որ սառեցվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հստակ շեշտում է, որ սա ձեռնտու չէ ոչ ուկրաինական պետականությանը, ոչ էլ Ռուսաստանի Դաշնությանը եւ իր համար անհասկանալի։ Հետո ասում է, որ այն պայմանավորվածությունները, որոնք որ ձեռք բերվեցին Անկորիջում կամ նախկինում Ստամբուլում, ինքը կարծում է, որ պետք է վերադառնալ նույնիսկ Ստամբուլյան ֆորմատին եւ Ստամբուլ 2 պայմանավորվածություններ պետք է լինեն, որպեսզի դադարեցվի այս պատերազմը։ Հստակ հայտարարեց Պուտինի առջև, որ այս պատերազմը պետք է դադարեցվի։ Եվ մեկ բան հստակ է, Ղազախստանը եւս արդեն վնասներ է կրում այդ պատերազմից։ Վաղուց վնասներ է կրում, բայց հիմա արդեն սկսեց այնպիսի վնասներ կրել, որ ստիպված եղավ Տոկաևը խոսել հստակ պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին։ Ես դա տեսնում եմ որպես նաև ճնշում ինչ որ միտեղ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ճիշտ է, կողքից ասում էր ձեր դիվանագիտական ջանքերի շնորհիվ Անկորիջում Պուտինի ներգովում դա խաղ է դիվանագիտական։ Նաև ասում էր, որ Ռուսաստանը շատ մեծ տերություն է, գերտերություն, փոքր փորձեց գովել նաև Ռուսաստանին, բայց ընդհանուր առմամբ ուղերձը շատ հստակ էր, Ղազախստանը սպասում է հստակ Ռուսաստանից, որ Ռուսաստանը կդադարեցնի այս անհասկանալի պատերազմը ընդդեմ Ուկրաինայի։ Հիմա խոսենք թե ինչ արել այսօր ուկրաինական բանակը, անօթաչու թռչող սարքերի բանակ ունեն, չէ՞, իրենք առանձին Կասպիտ ծովում։ Եղել էին դեպքեր, երբ Ուկրաինան հարված էր հասցնում Կասպիտ ծովում, բայց այսօրվա հարվածը կարծում եմ ավելի ցավոտ է Ռուսաստանի համար, քանի որ Կասպիտ ծովի վրա կոնկրետ նավթի արտահանման օբյեկտի է հարված հասցրել Ուկրաինան։
Այսինքն ոչ թե վերամշակման գործարանի է հարվածել այս անգամ, այլ նավթի արտահանման Կասպից ծովից անմիջապես նավթի արտահանման շատ կարևոր սարքավորման հասցրել է հարված ուկրաինական օդուժը անօդաչու թռչող սարքերով եւ դրանից բացի երկու մեծ նավի է հասցրել հարված նույն Կասպից ծովի վրա եւ հստակ նշվում է որ այդ նավերը նույնպես գտնվում էին միջազգային պատժամիջոցների տակ եւ մեկ հրթիռային կատերի է հարվածել Ուկրաինան իր դրոնների միջոցով։ Ես կարծում եմ, որ սա որակապես փոխում է պատերազմի ամբողջ բնույթը։ Ուկրաինան մոտ 10 օրերի ընթացքում կամ 2 շաբաթների ընթացքում գրեթե ոչնչացրեց Սև ծովի վրա ռուսական բոլոր նավերը, չասենք նավատորմը, բոլոր նավերը, ինչպես նաև Ազովի ծովում, եթե ինչ-որ թեթև մնացորդներ մնացին ռուսական նավերից, նրանք արագ պահեցին 2 օր է։ Ընդհանրապես Ռուսաստանը նավարկություն չի իրականացնում Սև ծովի վրա, ամենայն դեպս այդպիսին են տեղեկությունները, եւ ես կարծում եմ, որ դա համապատասխանում է իրականության։ Դրա համար Ուկրաինան չի խոցում որևիցե նավ չի շարժվում Սև ծովի վրա, որ Ուկրաինան էլ խոցի։ Եվ եթե մենք հիմա վերլուծում ենք այսօրվա տեղի ունեցածը, հաստատի այդ տեղեկությունները հաստատվում են, քանի որ Ազովի եւ Սև ծովի վրա չկա ոչինչ խոցելու, Ուկրաինան արդեն անցավ հստակ Կասպից ծովին եւ խոցեց ամենակարևորը նավթ արտահանող մեծ գործարան։ Ոչ թե վերամշակման, այլ նավթ արտահանող։ Քիչ առաջ Զելենսկին մի կարևոր հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, որ Ուկրաինայի արտաքին հետախուզությունը իրեն զեկուցել է, որ Ռուսաստանը իրոք աշնանը պատրաստվում է մեծ զորահավաք իրականացնել։ Չնայած որ այսօր մենք ստացանք որոշ տեղեկություններ Ռուսաստանից, պատգամավորների մակարդակով, որոնք որ հերքում են, թե Ռուսաստանը զորահավաք է անցկացնելու մասշտաբային, բայց Զելենսկին հստակ նշում է, որ իրենց արտաքին հետախուզությունը հստակ տեղեկություններ ունի, որ աշնանը Ռուսաստանը մեծ զորահավաք է սկսելու։ Պուտինը չի ուզում դադարեցնել այս պատերազմը, Զելենսկին ասում է, ու քանի որ հիմա շատ կորուստներ ունի ռազմի դաշտում, չի հասցնում ուղղակի համալրել ռազմաճակատը, դրա համար որոշում է մեծ լայնածավալ մոբիլիզացիա սկսել, որպեսզի ինչ-որ հաջողությունների հասնի ռազմի դաշտում։ Բայց մենք հասկանում ենք, որ դժվար թե նույնիսկ այդ մոբիլիզացիայի շնորհիվ Ռուսաստանը կարողանա հասնել ինչ-որ զգալի փոփոխությունների, քանի որ այդ լայնածավալ մոբիլիզացիայի դիմաց Ուկրաինան էլ ավելի ու ավելի արագ եւ ավելի լայնածավալ դրոնների արտադրություն է հիմնում եւ ամեն մեկ զինվորի դիմաց Ուկրաինան պատրաստ է օգտագործել մեկ անօդաչու թռչող սարք, ինչը հիմա տեղի ունենում փաստացի հիմնականում ռազմի դաշտում։ Նրան գումարած նաեւ ուկրաինական զինվորականները եւ արդեն շարժական անօդաչու թռչող սարքերը գետնի վրա։ Եվ վերջին տեղեկությունը կրկին մենք ստանում ենք Ռումինիայից, երեկ էլ ունենք տեղեկություն, այսօր էլ փաստացի այդ հաշվով բնույթը չի փոխվել, փոխվել է այն, որ նոր անօդաչու թռչող սարք է խոցվել Ռումինիայի երկնքում կրկին F-16 ինքնաթիռի կողմից։ Եվ սա էլ նշանակում է մեկ բան, որ հիբրիդային պատերազմը կամաց տեղափոխվում է Եվրոպա։ Ինչի մասին շատերը զգուշացնում էին արդեն ոչ թե ամիսներ, կարծում եմ արդեն տարիներով է զգուշացնում են, բայց հիմա ավելի հաճախակի են սկսել զգուշացնել եւ ավելի կոնկրետ տարբեր փորձագետներ, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ Եվրոպայից։ Ռումինիայի արձագանքը բավականին օպերատիվ է եւ հաջողակ, թե երեք եւ թե այսօր անօդաչու թռչող սարքերը, որոնք որ խախտել են Ռումինիայի օդային տարածքը, շատ օպերատիվ ձևով ոչնչացվել են իրենց F-16 ինքնաթիռների կողմից։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։